Ազգային միասնության ընդդիմություն չի լինի։ Կլինի սովորական քաղաքական մսաղաց, որը նորմալ բան է ընտրությունների ժամանակ, կսկսեն իրար մորթել։ Մի լիդեր պիտի լինի եւ ասենք որ լիդերը կա։ Գալստուկով մարդիկ, գալստուկով մարդու շուրջ շատ դժվար են համախմբում։ Բոլորը պնդում են, որ պետք է իշխանությունը փոխվի, ճիշտ է։ Այդ պնդման մեջ ուզում են, որ իրենցով փոխվի։ Հայտարարում եք, որ Սամվել Կարապետյանի թիմը պիտի գնա Բիձինա Իվանիշվիլու ճանապարհով։ Դա նորմալ գործընթաց է եւ ԵՄ անդամ երկրներ ունեն, որ նման վիճակում են։ Փաշինյանի այն մեկ համարը, որը մեկ ագրած, պետք է տա Վահագն Խաչատուրյանին։ Բայց դա չի տա։ Մարդիկ, ովքեր ձեզ վստահում են, հավատում են, ձեզ ընտրել էին, ձեզ լսելով գուցե գնացել են պատերազմ, զոհվել են, գերեվարվել են, վիրավորվել են։ Բոլորը պնդում են, որ եթե հանկարծ մեր վրա հարձակվեցին, մենք ուղղակի մոխիր ենք դարձնելու թշնամուն։ Մենք ունենք տեղեկություն, որ սուերը կան, բայց չունեն համապատասխան կրակային միջոցներ։ Վերջապես ընդունեց, որ ինքը ունեցել է խաղաղության պլան եւ այո չի արել։ Ախպեր էլ չկա միջազգային իրավունք։ Խելոք մնանք ինչ են ուզում, կարիդոր տանկ, անկլավ տանկ, ճանապարհ տանկ, չգիտեմ ինչ տանկ, միայն տանկ։ Մանուկ, ինչ պետք է անի վաղ այդ թղթերը։ Վաղը մեզ մեր տներից հանելու է։ Ձեր վարչապետ դառնալու պարագայում դուք հետ կանչելու եք Հայաստանի ստորագրությունը։ Մի իշխանություն, որ Տրամպի հետ ստորագրած թղթերը կեղծում է։ Ախպեր ջան, խիեք ջնջե։ Այդ մարդը որպես վկա է թղթը ստորագրել, խիեք կեղծ է։ Trip-ը միջանցք է թե ոչ։ Միջանցք է։ Միջանցք է։ Վրաստանի ինչ որ ճանապարհներ մեզ միացնում են Ռուսաստանի Դաշնության հետ։ Կարանք կոչենք Վահագն Խաչատուրյանի անունով ճանապարհը։ Մեր նախագահն է, ես շփթում եմ։ Չես ուզում կոչենք, չէ՞։ Բասում ես։ Դուք հայտարարել եք, որ առաջիկա ընտրությունները հետևյալ երկընտրանքի մասին է։ Հայաստանը մնում է հայերին, թե ոչ։ Մոտավորապես նույն հայտարարությունը անցած հարցազրույցի ժամանակ Լևոն Զուրաբյանը ասաց, որ փոփոխություններ չլինելու պարագայում ադրբեջանցի 300,000 ադրբեջանցիներ կգան Հայաստան, Հայաստանում ադրբեջաններն կլինի պետական երկրորդ լեզու եւ այլն։ Ընդդիմադիր մյուս ուժերն էլ գրեթե նույն նարատիվներն են կիսում ձեզ հետ։ Ուզում հասկանալ, եթե դուք բոլորդ այդպես եք կարծում, վերջապես ի՞նչն է խանգարում միանալ։ Շատ հետաքրքիր հարց է, որովհետև միանալը բոլորի դա մեր երկար ժամանակվա լոբինգն է, բայց մենք տեսնում ենք, որ այն այլևս չի ստացվել։ Կարող եմ արձանագրել այս հարցազրույցում, որ այն այլևս չի ստացվել, որովհետև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսը ոնց որ թե դրա բանն էր ավարտի մասին հայտարարություն էր, որովհետև Քոչարյանը հայտարարեց, որ ինքը իրեն է տեսնում, որ այս երկիրը կարելի վիճակի ցանի եւ իրենք մասնակցում են եւ իրենք լինելու են եւ դա նշանակում է մի գործոն, որ չի ստացվի այլ լիդերով համախմբվել։ Այսինքն թե մարդը ասում է ես եմ լիդեր, ուրեմն այլ լիդերով հնարավոր չի համախմբվել։ Հետեւաբար իսկի լիդերությամբ չի լինում համախմբումը, չի եղել նաեւ 21 թվականին։ Բայց դա նշանակում է, որ այդ քննարկումները այլևս կարելի է հայտարարել ավարտված, որովհետև կարող է հրաշքի նման մի բան լինի, օրինակ, մինչև փաստաթղթերի մուտք անելը կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչ որ միավորում լինի։ Բայց ես կարծում եմ, որ այլևս այդ շանսը իմ զգացողությամբ քաղաքական բաց թողնված է։ Այսինքն ազգային միասնության ընդդիմություն չի լինի։ Չի լինի, կլինի խոշոր խաղացողներ, կլինեն փոքր ավելի խաղացողներ եւ կսկսվի քարոզարշավի ժամանակ փոքր խաղացողները եւ խոշոր խաղացողները կսկսեն իրար մորթել եւ կլինի սովորական քաղաքական մսաղաց, որը նորմալ բան է ընտրությունների ժամանակ, որովհետեւ բոլոր ընդդիմադիր ուժերը մրցակիցներ են միմյանց նկատմամբ եւ արդար մրցակցությունը պահանջում է, որ բոլորը փորձեն մյուսից ավելի լավը լինել։ Եվ այդ ընթացքում բնականաբար բոլորը բոլորին խփելու են։
Եվ դրա ունը դնում եմ քաղաքական մսաղած։ Եվ լինելու է այդպիսի նմանատիպ քարոզարշավ։ Այս պահին մի շատ կարևոր խնդրանքով ուզում եմ դիմել ձեզ։ Այս զրույցների շարքը մենք իրականացնում ենք սեփական միջոցների հաշվին եւ դրա շարունակության համար ունենք ձեր աջակցության կարիքը։ Նախ խնդրում եմ հավանելու դեպքում անպայման լայքել, թողնել ձեր մեկնաբանությունը եւ օգնել, որ հոլովակը տարածվի։ Դուք կարող եք նաեւ աջակցել մեզ ֆինանսապես այցելելով Patreon-ի մեր էջ եւ ամսական սկսած $2 գնելով բաժանորդագրություններ։ Այդ աջակցությունները դուք կարող եք ցուցաբերել նաեւ donation alerts եւ boost-ի հարցակների միջոցով։ Եթե մեզ դիտում եք համակարգչով, ապա հոլովակի վերջում կհայտնվեն QR կոդեր, որոնք սկանանելու միջոցով կհայտնվեք այդ հարցակներում։ Կամ դրանց հղումները կարող եք գտնել այս հոլովակի նկարագրություններ դաշտում։ Շնորհակալ եմ, շարունակենք զրույցը։ Ես գիտեմ, որ պատմությունը եթեներ չի սիրում ու քանի որ մենք հիմա դուք արձանագրում եք, որ չի լինելու ազգային միասնության ընդդիմություն, հետևաբար այս հարցը գուցե նաև այլևս ակտուալ չի, բայց ուզում եմ ինձ հետաքրքիր է վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք, որ միասնական ընդդիմության, այսինքն միասնական բևեռի ձևավորման դեպքում մի լիդեր պիտի լինի եւ ասում եք, որ լիդերը կա։ Այո։ Ում նկատի ունեիք։ Նաև ասել եմ ով։ Միքայել Աջապարյանը։ Ում շուրջ բոլոր քաղաքական գործիչները կարող են գալ համաձայնության, որովհետև ինչպես փորձը ցույց է տվել, գալստուկով մարդու շուրջ շատ դժվար են համախմբում, բայց վերքաղաքական մի մարդը, որը վեր է քաղաքական process-ներից, դուրս է քաղաքական process-ներից եւ ազգային, խոսքը գնում է ազգային միասնության մասին։ Մեր ազգային միասնությունը, ազգային ինքնությունը Էլ ինչն է ավելի շատ իր մեջ ամփոփում, քան մեր կրոնը, մեր հավատքը, մեր դավանանքը, որը հիմա տոտալ հարձակման տակ է, նաև դա է Հայաստանը տանում դեպի ադրբեջանացում։ Եվ մենք փորձ ենք ունեցել, երբ որ Միքայել Սրբազանին առաջարկել են որպես impeachment-ի վարչապետի տեխնացու եւ ժամերի ընթացքում ամբողջ օպոզիցիան համախմբվել է այդ տեխնացուի տակ։ Բնականաբար սա գիտի նաև երկրորդ նախագահը, մյուս բոլոր դերակատարները, բայց որպեսի դա տեղի չունենա, իրենք հայտարարում են, որ չէ մենք պետք է մասնակցենք։ Դե երբ որ իրանք իրենց առաջ են մղում, բնականաբար Սրբազանի իրավիճակը այլևս ետ է մղվում։ Շատ պարզ է այս բանը, էլի։ Պարոն Մարուկյան, մի հատ չստացված փորձ արդեն ունենք, որովհետև նախորդ անգամ Սրբազանը հայտարարեց, որ ինքը չի հավակնում լինելու։ Խոսքը այո, ինքը չի հավակնում լինելու։ Հիմա պայմանավորվել է, ինքը չի հավակնում լինելու վարչապետ, բայց ինքը պատրաստ է վերցնել պատասխանատվություն, առաջնորդել շարժում։ Եվ այդ խոսակցությունը եղել է, եւ այդ խոսակցությունը ուժի մեջ է եղել միշտ, բայց ընդդիմադիր լիդերները չեն ցանկացել այդ թեմայի շուրջ գան համախմբման։ Իսկ դուք այս պատմության մեջ չեք տեսնում որևէ խնդիր, երբ հասարակությանը ներկայացվում է ընդդիմության միասնական ընդդիմության մի առաջնորդ իդեմս Միքայել Սրբազանի եւ վարչապետը դառնում է ուրիշ մարդ։ Ուշադիր եղեք, որ սա արդեն չի եղել։ Մոռանանք այս Հա, չէ, շատ նկատի ունեմ, եթե կլից գծեվավորվեր այդ շարժումը, ես բանաձևը ասեմ, էլի։ Պատկերացնենք ձևավորվում էր այդ շարժումը, որը ազգային է, միասնական է, բոլորը մի կողմ են դրել իրենց տարաձայնությունները, հա։ Եվ այս պահին մեր բոլոր ուսումնասիրություններից հետո որ նա բացարձակ հեղինակություն ունի ժողովրդի մոտ։ Եվ տեղի ունենում այդ համախմբումը, ձևավորվում է օրինակ պարլամենտ, որը հակակշռելու եւ փոխզսպելու է գործադիր իշխանությանը։ Գործադիր իշխանությունը դժվար է մի որևէ լավ տնտեսագետի, լավ մենեջերի նշանակել, որ կառավարի երկրի բյուջեն տնտեսությունը, հա, իսկ պարլամենտը հսկի իրան, իսկ առաջնորդը այդ իմաստով, ասենք, չգիտեմ, կարող զբաղեցնի ներկայացուցչական, օրինակ, հանրապետության նախագահի պաշտոնը, որը ոչ մի գործադիր լիազորություն չունի, ոչ մի գործադիր։ Հսկում է սահմանադրությունը, տեսնի, եթե հակասում է կարող է դիմի սահմանադրական դատարան, որևէ օրենքներ, զուտ ներկայացուցչական նշանակություն ունի։ Դա նաև կարող է լինել ժամանակավոր process, օրինակ փոփոխությունը տեղի ունենար, երկիրը մտներ այդ փոփոխությունների դաշտ, հետո կլինեին օրինակ ապագայում էլի ընտրություններ, օրինակ, եթե քաղաքական ուժերն ուզում են, չէ որ ամեն դեպքում իրենց տեխնացուներով հանդես գան։ Հետո հանգիստ այդ պայմաններում դա էլ տեղի կունենար։ Խոսքը գնում է ֆունդամենտալ փոփոխություններ իրականացնելու մասին։
որը չի եղել արդեն չի եղել, որովհետև կոնկրետ մարդիկ, կոնկրետ իրենց ամբիցիաներից չեն ուզում հրաժարվել։ Այստեղ ֆունդամենտալ բան կա։ Հարցը հետևյալն է, բոլորը պնդում են, որ պետք է իշխանությունը փոխվի, ճիշտ է, ընդդիմադիրները։ Բայց բոլորը այդ պնդման մեջ ուզում են, որ իրենցով փոխվի։ Չի լինում այդպես։ Չի լինում այդպես։ Եվ բոլորը մղում են իրենցով փոխելու օրակարգը, եւ դա տեղի չի ունենում, եւ այդտեղ ում բախտն է բերում, ոնց դուք կարող եք ասել։ Նիկոլ Փաշինյանի։ Պարոն Մարուկյան, Այսինքն մեր միտքը, ուզում եմ միտքը բացեմ, էլի, սա է եղել, որ չի կարող Ռոբերտ Քոչարյան առաջնորդով լինել իշխանափոխություն։ Չի կարող նախկին նախագահներով, որը որ կլինի։ Քանի որ մյուս երկու նախագահները չեն հայտարարել, որ իրենք առաջնորդելու են, իրենք միայն կարան բոլոր խնդիրները լուծեն, դա համար նրանց վերաբերյալ բան չունեմ ասելու։ Չի կարող լինել նախկին ղեկավարով երկրում իշխանափոխություն։ Դա բացառված է։ Առաջնորդությամբ նկատի ունեմ, էլի։ Դա համար պետք է իրանք գնային որոշակի զիջումների, բնականաբար իրենց առաջնորդած ուժերից մարդիկ կլինեին այդ մեծ դաշինքի մեջ, որը առողջ բան կարող է լինել, որևէ ինչ որ կոռուպցիոն սկանդալում չհայտնված մարդիկ թող հայտնվեին այդտեղ, որևէ խնդիր ես չեմ տեսնում։ Մենք բան ենք մի ոնց ասեմ, մի բուր ժողովուրդ ենք, հիմա չեն գնելու բոլորը բոլորի հետևից, հիմա ասենք այդ տարիներին թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի հազարավոր մարդիկ թաթախված չեն եղել որևէ բանի մեջ, պրոֆեսիոնալ իրենց գործն են արել, այսօր էլ կան, այսօր էլ կառավարությունում կան։ Այսինքն չի կարելի այդ քաղաքական ֆաշիզմի մեջ մտնել, էլի, բայց նախկին առաջնորդներով չպետք է դա արել։ Եվ դրա համար նաև լուծված էր գաղափարի մեջ, բանաձևի մեջ, լուծված էր, թե ով կարող է լինել վեր քաղաքական մեկը, որը կարող էր առաջնորդել այդ process-ը։ Դա արդեն չեղավ։ Ես չեմ ուզում նաև բան անեմ, դες մեղավորներ, բայց սրախաթեր չեղավ բան։ Չի եղել արդեն։ Իրենք որոշել են, որ բոլորը տենց ավելի ուժեղ մի հատ բանաձև գիտեն, իրենք մտածում են, որ իրենք ավելի ուժեղ բանաձև գիտեն։ Շատ լավ, կարող ենք սխալ։ Չկարողում ենք սխալվում։ Թող այդ բանաձևը կիրառեն, հիմա այսա քարոզար շաբակ կտեսնենք։ Այդ որն է այդ բանաձևը, թող հաղթեն։ Դուք հայտարարում եք, որ Սամվել Կարապետյանի թիմը պիտի գնա Բիձինա Իվանիշվիլու ճանապարհով։ Այդ հայտարարությունը մոտապես նույն բանը ասել է նաև մեր նախորդյուն Լևոն Զուրաբյանը։ Ես ուզում եմ հասկանալ, որքանով դասական քաղաքական ֆորմատի մեջ որքանով է նորմալ, որ երկրի ղեկավար է դառնում X մարդը, բայց երկիրը փաստացի ղեկավարում է լիովին ուրիշ մարդ։ Նայեք, եթե Վրաստանի փորձն ենք նայում, Վրաստանում Բիձինա Իվանիշվիլին կուսակցության նախագահն է, եթե չեմ սխալվում, վրացական երազանք չէ, եւ կուսակցությունը հաղթում է պարլամենտական ընտրություններում, պարլամենտական ընտրությունների արդյունքում պարլամենտական ֆրակցիան նշանակում է վարչապետ։ Հետևաբար, այն տրամաբանությամբ, որ Հայաստանը պարլամենտական երկիր է, դա նորմալ գործընթաց է եւ ԵՄ անդամ երկրներ ունեն, որ նման վիճակում են։ Եթե մենք համաձայն չենք, որ լինի պարլամենտական երկիր, որտեղ սա պարլամենտական երկիր է չի, այլ բան եկեք քննարկենք, բայց ոչ ոք չի ասում, որ հանրապետության օրինակ նախագահական համակարգում նախագահ լինի մի մարդ, բայց երկիրը ղեկավարի իր հորքուրի ամուսինը։ Դրա մասին չի խոսակցություն գնում։ Նախագահական համակարգը այլ բան է, պարլամենտական համակարգը այլ բան է։ Եվ եթե մենք ավելի խորանանք, այսօր վարչապետը Հայաստանի ղեկավարը չի։ Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությամբ մեր երկրի ղեկավարը գլուխը նախագահն է, ոչ թե վարչապետը։ Հետևաբար Փաշինյանի այն մեկ համարը, որը մեկ ա գրած, պետք է տա Վահագն Խաչատուրյանին։ Բայց դա չի տա։ Պարոն Մարուկյան, դուք հիմա դիրքավորվել եք հստակ ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի, թեև ժողովրդի մոտ կարող է եւ առաջանում է տարբեր տեսակի մտահոգություններ հաշվի առնելով անցյալի ձեր որոշումներ, տարբեր որոշումներ եւ գործողություններ եւ քաղաքական գործի կյանքում շատ կարեւոր է անցյալի նրա տարբեր քայլերը։ Ես ուզում եմ մենք փոքրիկ մի հատ այսպես անցում անենք մի ժամանակահատվածի վրա 2021 թվականին նախընտրական ծրագրում Նիկոլ Փաշինյանը Արցախի մասին ասում էր անջատում հանուն փրկության։ Նույն նախընտրական ծրագրում, նույն ընտրությունների նախընտրական ծրագրում դուք ասում էիք, որ Արցախը պետք է միացնել Հայաստանին։ Մենք ասում ենք, որ պետք է միացնել մեր նախընտրական ծրագրում։ Այո։ Չէ։
Ինչ էիք ասում Արցախի մասին ձեր նախնական ծրագրում։ Մեր մոտ էլի գերակշռել է ԵԱԿ Մինսկի խմբով աշխատանքը, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրված է եղել եւ պետք էր աշխատել այդ ուղղությամբ։ Հիմա ես ձեր նախնական ծրագրից փորձեմ ընթերցել այդ հատվածը։ Արցախյան հիմնահարցի լուծումը մեկն է 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի կենսագործումը այն է ազգային ինքնորոշման հիման վրա միանում է մայր հայրենիքին Հայաստանի Հանրապետության։ Դա եթե չեմ սխալվում 17 թվականին դեռևս ելքի ծրագիրն էլ չի դա։ Մենք ունենք մի խումբ ծրագրեր, մեր կայքից հետո Լուսավոր Հայաստան կուսակցության քաղաքական ծրագիրն է Երևան 2021 թվական։ Այդ եմ ասում, հիմա ես չգիտեմ հիմա որ մեկնադրված է տեղ, որտեղ մենք երբ որ դաշինքով ենք մասնակցել, դաշինքով մասնակցելուց զիջումների ենք գնացել, երբ որ միայնակ ենք մասնակցել, ուրիշ ծրագրով ենք մասնակցել 18 թվականին։ Այսինքն մեր տեսլականը հետևյալն է եղել, որ գոյություն ունի իրողություններ, պատերազմ ու պարտություն, Արցախի մի հատվածն է մնացել, կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ կա պլյուս մինուս ԵԱԿ Մինսկի խումբը, որը դեռևս գործում է։ Այսինքն պետք է այդ ուղղությամբ աշխատել, Արցախը պահել հայկական։ Այն գաղափարը, որ պետք է Արցախը ճանաչվի անկախ ու միանա Հայաստանին, դա ավելի վաղ ժամանակների գաղափար է, որը ես կարծում եմ այլևս այդ ժամանակ բացարձակապես ակտուալ չէր։ Այսինքն այդ պահին մեր մոտեցումը դա եղել 21 թվականին, որտեղ մենք հստակ պատերազմի պարտության արդյունքում մտել ենք նախընտրական process-ի մեջ։ Եվ բնականաբար տարբեր քաղաքական ուժեր տարբեր ծրագրեր ներկայացրել, մեր հիմնական քաղաքական թեզը նա է եղել, որ բոլոր քաղաքական միավորները պետք է միավորվեն միասին եւ գնան ազգային համաձայնության կառավարության ձևավորման։ Ոչ թե ընտրություններից առաջ, խոսքը գնում է նրա մասին, որ ինչպես էլ որ լինի ընտրությունները, եկեք ձևավորենք մի մոդել, որտեղ բոլոր ուժերից կարող մարդիկ կներգրավեն, ինչու, որովհետև երկիրը պատերազմով անցել, օկուպացված տարածքներ ունենք արդեն մայիսի 12-ից սկսած, եւ ունենք խնդրեմ, որ պետք է այս խնդրեմը գնա դեպի ինչ-որ լուծում, կամ ստատուս քվոյի պահպանություն, այսինքն նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրականացում եւ Ղարաբաղում հայերը ապրում են, Ղարաբաղը մնում է հայկական։ Ես դրան կարճ որպեսի հերոստատիտողին չբարթացնենք կյանքը, Արցախը հայկական պահելն է, առանց կարգավիճակի։ Նոյեմբերի 9-ը Արցախը հայկական պահելն է, առանց կարգավիճակի։ Մենք Արցախը հայկական պահելու վերաբերյալ ձեր խոսակցությանը կգանք դեռ, համենայն դեպս սա պաշտոնական փաստաթղթից ընթերցում է 2021-ի ծրագրի, հետո նաև պետք է ճշգրտել։ 2021-ին Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրում անջատում հանուն փրկության հետագա գործընթացները նաև կա նոյեմբերի 9-ը։ Կառավարության ծրագիր։ Այո։ Այս գործընթացի արդյունքում 2022 թվականի մարտին դուք նշանակվում եք հատուկ հանձնարարության դեսպան եւ դրանից մեկ ամիս անց ապրիլին ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է իջեցնել Արցախի հարցի շուրջ նշաձողը։ Այո։ Այդ հայտարարությունը ձեզ մոտ հարցեր առաջացրել է թե ոչ։ Զրույց ունեցել եք Նիկոլ Փաշինյանի թե ինչ է նշանակում դա եւ արդյոք դրանից հետո ձեզ մոտ որևէ բան չի փոխվել Փաշինյանի հետ հարաբերություններում, որովհետեւ մարդը նախընտրական ծրագրի հայտարարելուց ընդամենը մի տարի կամ մի քանի ամիս հետո փաստորեն իջեցնում էր նշաձողը։ Ուրեմն ինչ է նշանակում Արցախի հարցով իջեցնել նշաձողը։ Կա տեսլական, որ Արցախը պետք է ճանաչվի անկախ պետություն։ Տեսլական 1։ Կա տեսլական, որ Արցախը պետք է կպցվի Հայաստանին։ Տեսլական 2։ Եվ կա տեսլական, որ Արցախը կարող է մնալ հայկական, բայց մենք չձգտենք կարգավիճակի։ Եվ այդ ժամանակ, այդ քննարկման ժամանակ դա է եղել, որ այլևս մենք չենք պահանջելու Արցախի անկախությունը։ Այս մեկ։ Եվ չենք պահանջում։ Երկրորդ, այդտեղ որ շատ կոնկրետ օրինակ է բերվել, որ միջազգային հիմա բառացիորեն չեմ կարող իրան մեջ բերել, բայց կարող եք նայել, որ միջազգային մեր գործընկերներն ասում են, որ դուք եթե նշաձողը իջացնեք, այսինքն չպահանջեք այն բաները, որ անիրագործելի, հա, մենք ձեր շուրջ կունենանք կոնսոլիդացիա, եթե չեմ սխալվում, այդ ձևով ձևակերպել վարչապետը, բայց դրանից հետո երկար ժամանակ ես անդադար այդ հարցը բարձրացրել եմ, որ մեր որ միջազգային գործընկերներն են դա ասում, ու եթե տենց է, մենք պետք է ստանանք համապատասխան աջակցություն։
նայ միջազգային գործընկերների հետ, եթե դա նախագահներն են կամ պետքարտուղարներն են, արտգործնախարարներն են, չգիտեմ, Լավրովն է, Պուտինն է, Մակրոնն է, Ֆրանսիայի արտգործնախարարը մի քանի անգամ փոխվել է, անունը չասեմ, Միացյալ Նահանգների Բլինկենն է այդ պահին, նրանից առաջ ուրիշ մարդ է, հետո հիմա Ռուբիոն է, բան, այդ ովքեր են, որտեվ միջազգային հանրություն բոլորիս ընկալում են եղել, որ դա ԵԱԿ Մինսկի խումբն է։ Այսինքն ԵԱԿ Մինսկի խումբի համանախագահներն ասում են, լավ, ախպեր, պատերազմ ա եղել, կռվել եք, մի մասը գրավել են, մի մասը ռուսները կանգնած են, տենց հայերը ապրում են։ Ոնց եք անկախություն ուզում եք տարածքի։ Պետքա վերանայեք ձեր մոտեցումը։ Ձեր մոտեցումը վերանայեք, որ մենք կայնենք ձեզ աջակցենք։ Ինքն ընդհանուր միտքը դա է, ու տեղ եթե դուք շատ իրելն եք, քանի որ այդ պայն շարունակում ենք պնդել, շարունակում է իրավիճակը լինել դա, որ ռուսական կողմն է շարունակում դեռ պահել, վերջնաշով նոյեմբերից հետո Արցախում ռուսական կողմն է պահում խաղաղությունը։ Այդ խաղաղությունն էլ ասում ենք դե այդտեղ կրակոցներ կային, տրակտորիստ է գնդակահարվում, բազմաթիվ թերություններով, բայց ամեն դեպքում 100,000 մարդ այդտեղ ապրում էր, գնում էր եկեղեցի, դպրոց, փորձում էին կյանքը բերել նորմալ ինչ-որ իրավիճակի։ Եվ այդ հայտարարությունից հետո ոչ մի ինչ-որ բան չի եղել։ Օրինակ ասեմ, օրինակ ռուսական կողմը այդ հայտարարությանը դեմ է, որովհետև ասում ախպեր ջան, մենք ենք պահում ընդե, ես ինչ եք խոսում։ Օրինակ եմ ասում, էլի, որ նաև այդ օրինակը բերեք։ Դա ավելի շատ քննարկված է, շարքված է մեր ներքաղաքական կյանքում, խորհրդարանական օպոզիցիան է դա շատ սարքել բան տենց հայոց հարցը, ու այդտեղ հիմա չեմ ուզում մտնեմ այդ դաշտ այդ բանավեճի մեջ, բայց այդ բանավեճի մեջ մտնենք օրինակ իսկ իրանք ինչ էին առաջարկում։ Որ ինչ պետք է աներ նոյեմբերից հետո Նիկոլ Փաշինյանը։ Ով օպոզիցիան։ Հա, իրանք ինչ էին առաջարկում, ինչ պետք է աներ։ Իրանք արդյոք առաջարկել են որ Նիկոլ Փաշինյանը գնա եւ նոյեմբերի 9-ի բոլոր կետերը կատարի։ Ոչ։ Իրանք պայքարել են որ նոյեմբերի 9-ը չկատարվի։ Հենց նոյեմբերի 9-ը փլուզվել է, կործանվել է, սա ով հելեն ասել նոյեմբերի 9-ը լավ բան էր, պետք է կատարվեր։ Դա համար սա գիտես ըստ պրոբլեմն ինչն է, որ երբ որ բաներ կա, որ տենց է, իրականությունն է դա։ Բայց դու այդ իրականությունը չես կարող այդ իրականությունը ժխտել, էլի, քո որևէ դիրքավորման արդյունքում։ Սկսում ես այդ իրականությունը հիմնավոր ցույց տալ, որ դա ինչպիսին է։ Մեկ էլ ասում են, որ այս բանը ընդդիմադիր շրջանառված թեզերի դեմ թեզ է բերում այս մարդը։ Բայց այդ հենց ինքը ոնց է ընդդիմադիր։ Հենց տենց հանդիմադիր, որտեղ այն ընդդիմադիր թեզերը, որոնք որ բերվել են, դրանք այն թեզերն են եղել, որի արդյունքում ունենք այս կործանումը։ Շատ լավ։ Այսինքն դրանք բերել են նաև այդ կործանման, այդ պատասխանատուներ են այդ մարդիկ։ Շատ լավ, տեսեք, նշաձողի իջեցման վերաբերյալ պարզ է արդեն, եւ ձեր նպատակը հետագայում հետեւյալն է 2022-ին հատուկ հանձնարարությամբ դեսպանի պաշտոնը ստանձնել եք, որպեսզի Արցախը շարունակի մնալ հայկական։ Որպեսզի դուք օգտագործեք միջազգային ձեր կապերը եւ կարողանաք այնպես անել, որ Արցախը մնա հայկական։ Այսինքն ես փորձեմ, նայ, շատ կարեւոր է։ Ես վարչապետ չեմ դարել, էլի, որ ինձ այդ հարցը։ Այսինքն ես փորձեմ բանակցային գործընթացում, բանակցային թիմում իմ ներդրումը ունենամ, որպեսզի մենք կարողանանք գոնե ստատուս քվոն պահել։ Ուտեղ, որ ինչ-որ սաղ տենց ինձ քննադատ մինոտ, անդադ հարց է առաջանում։ Ակավ այս Արցախը մենակ ինձ է պետք։ Կամ մենակ ես եմ ուզում ունիքեմ հայկական, այս հարցը չէ։ 2023 թվականի սեպտեմբերի վերջին գրեթե Արցախը դադարեց լինել հայկական։ Եվ Արցախում բնակվող հայ ժողովուրդը ամբողջությամբ հայաթափվեց, դուրս եկավ Արցախից։ Բայց այդ դեպքից հետո դուք իմ տրամաբանությունը օրինակ ինձ հուշում է, որ հաջորդ օրը որպես մարդով հայտարարել էր, որ իր առաքելությունը Արցախը հայկական պահելն է, պիտի հայտարարեիք, որ փաստորեն ձեր առաքելությունը ձախողվել է եւ դուք հրաժարական եք տալիս։ Բայց դուք շարունակել եք պաշտոն ավարել եւս գրեթե 6 ամիս։ Այդպես էլ եղել է, ինչու, որովհետեւ նախ դրանից հետո մենք զբաղվել ենք փախստականներով։ Սա մեկ։ Երկրորդ, ես առաջարկել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դիմի միջազգային արդարադատության դատարան ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ կոնվենցիայի համաձայն։ Եվ մենք սկսենք իրավական գործընթաց ընդդեմ Ադրբեջանի Արցախայության էթնիկ զտման գործով։ Այնպես, ինչպես Պաղեստինի գործով, օրինակ, կա դատական գործ ընդդեմ Իսրայելի,
եւ Չինաստանը, Թուրքիան եւ ելի այլ երկրներ միացել են այդ գործին որպես երրորդ կողմեր։ Ես նաեւ այլ առաջարկներ եմ ներկայացրել, որ պետք է արվի։ Այսինքն տեսեք, դա փլուզում է տեղի ունեցել։ Եղել է հարձակում Արցախի վրա, հարձակման արդյունքում էթնիկ զտման արդյունք ունենք եւ այսինքն այդ պայն ուղակի փախնել բանից որ ասել դե վсё չեղավ ես փախա։ Այսինքն գործ չկա անելու, լիքը գործ կա անել։ Բայց դա է ձեր առաքելությունը։ Բայց հենց այդ է իմ առաքելությունը, որ ես աշխատեմ, որ Արցախը մնա հայկական։ Բայց դադարես մնալ հայկական։ Ես ձեզ հետ եմ ասում, երբ որ իմ առաջարկները վերջնականապես մերժվեցին կառավարության մեջ, որ չէ, մենք դատի չենք տալու Ադրբեջանին, չէ, մենք չենք պնդելու, որ մարդիկ կարան հետ գնան, չէ, մենք չենք պնդելու, որ նոյեմբերի 9-ով եթե տենց է, ուրեմն մենք բան չունենք բան տալու, ու չէ, չի լինելու միակողմանի սահմանազատում, ես արդեն ասում եմ, ուրեմն տղեկ ջան, դուք ձեր ճամփով, ես իմ ճամփով, որովհետև այդ պայից սկսած ես պնդում եմ, որ կառավարության ծրագիրը, որին մեր ժողովուրդը տվել է 54% ձայն, այլևս փլուզված է, եւ իմ կարծիքով պետք է ամբողջ կառավարությունը հրաժարական տար, որ ընտրված է, ես ընտրված չեմ։ Իրանց են ընտրել այդ ծրագրով, ինչ չեն ընտրել։ Հրաժարական տար եւ ծրվեր պարլամենտը։ Դուք հիշում եք, որ պահանջվեի մանդատները դնել ընդդիմադիրները եւ ծնենք պարլամենտը, որովհետեւ ասում են կառավարության ծրագիրը ավարտված է։ Կառավարությունը հրաժարական չտվեց, ես տվեցի հրաժարական, ընդդիմությունը չդրեց իր մանդատները ու բոլորը համակերպվեցին այդ ստատուս քվոյի հետ ու հանգիստ ապրում են։ 3 միլիոն դրամ են օր տարուն պարգևաճար են ստանում։ Բայց իրանք ուժեղ բան պայքարում են։ Որ Արցախը մնա հայկական։ Այսինքն ձեզ պետք է եւս 6 ամիս հասկանալու համար, որ Արցախն այլևս հայկական չի եւ Արցախահայությունը չի կարող վերադառնալ Արցախ։ Ոչ, Արցախահայության վերադարձը դա իրավական գործընթաց է։ Եթե կառավարությունը իմ ասած բաները աներ, հնարավոր էր։ Ես չէի դուս գա։ Եթե իմ ասած բաները կառավարությունը աներ, որը կարվեր Եղիշե Կիրակոսյանի գրասենյակի միջոցով եւ կարող է ես էլ ներգրաված լինեի, ես կշարունակեի Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանել։ Երբ որ չկա շահերը պաշտպանելու բան, կա ուղղակի հանձնվելու բան, որ հանձնվում ենք։ Ձեռքերից բարձրացնում ենք վերև։ Ես գտնում եմ, որ կարելի է առանց ինձ հանձնվել, որովհետեւ ես այդտեղ գործ չեմ տեսնում անելու։ Այսինքն ես գործի մարդ եմ։ Գործ կա անելու, գնանք կռիվ տանք, գնանք կոնգրեսում հանդիպենք, Եվրոպարլամենտում հանդիպենք, բան անենք, բան, որտեղ բոլոր իրավական հիմքերը, ես իմ հայտարարությունները բոլորը կարող ես հայտարարել եմ, որ պետքա դիմել ես, հիմնավորել եմ, ցույց եմ տվել, գազայի փորձով եմ ցույց տվել, բան լրիվ կա, եւ հիմա որ չեմ կարող նաեւ մարդկանց առանց թույլտվության անուններ ասել, էլի մարդիկ կային, որ իմ կարծիքին էին, որ պետք էր դա անել։ Դա չի արվել։ Հրաժարական եմ տվել միայն ես։ Ավելի հետ գնալով։ Նույն ձայնից հետո արդարության եւ հրաժարականատվը Եղիշե Կիրակոսյան։ Ավելի հետ գնալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը գալիս է ազգային ժողով 44 տարվա պատերազմի առաջին օրը։ Այո։ Եվ հայտարարում է, որ արդյոք կարող ենք խուսափել այս գործընթացից, արդյոք սխալներ գործել ենք եւ այլն մոտավորապես եմ ասում տեքստը եւ Սխալ եք ասում, բայց օքեյ։ Կարող եմ ցիտել։ Արդյոք կարող ենք խուսափել եւ ինչ պիտի անեինք, որպեսզի խուսափենք այս իրավիճակից։ Պիտի անեինք մի բան, համաձայնենք, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է։ Գուցե մի փոքր ավելի լիազորություններով։ Եթե մենք սրան համաձայնել ենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել։ Ճիշտ եմ ցիտում։ Դուք ճիշտ եք ցիտում, իր ելույթի վերջի մասը, հարց ու պատասխանի հատվածում, մինչդեռ ելույթի ամբողջ ընթացքը նրա մասին է, որ մենք ոչ մի միլիմետր չպետք է զիջենք, ոչ մի բան չենք անելու, մենք պետք է համախմբվենք, սա մեր ազգի իրավունքների խնդիրն է, մենք մեր իրավունքները չենք զիջելու եւ մենք պետք է գնանք մինչեւ վերջ եւ պետք է հաղթենք։ Դուք նույն նիստում պատասխանելով Փաշինյանին ասում եք, պարոն վարչապետ, տվեք ամբողջական հրամաններ։ Տվեք հրամաններ գնալ առաջ, շարժվել առաջ եւ բոլորով գնանք առաջ։ Ավելի լավ է մի անգամ առնական լինենք, բայց վերջնական այս խնդիրը լուծենք։ Այո։ Այնինչ դուք հայտարարել եք, մարտակոչ է կոչվում։ Եվ մարդիկ, ովքեր ձեզ վստահում են, հավատում են, ձեզ ընտրել էին, ձեզ լսելով գուցե գնացել են պատերազմ, զոհվել են, գերեվարվել են, վիրավորվել են։ Արդյունքում մենք պարտվել ենք պատերազմում։ Դուք մասնագիտությամբ իրավաբան եք։ Ես ուզում եմ հասկանալ, արդյոք պարտությունից հետո դուք գիտակցում եք ձեր իրավական պատասխանատվությունը այդ գործընթացում եւ մեղքի զգացում ունեք, որ նման հայտարարություն եք արել առանց ճշգրտելու եւ մանրամասն տիրապետելու Հայաստանի պաշտպանության բանակի
հնարավորություններին եւ առանց իմանալու Ադրբեջանի պատրաստվածության մասին։ Ուրեմն այն պահին, որ վարչապետը ելույթ է ունենում, որ մենք չպետքա զիջենք ոչ մի միլիմետր, ոչ մի բան, մենք պետքա գնանք ԵՍՆ-ն, այդ պահին ես նամակներ եմ ստանում տարբեր պաշտպանական շրջանների դիրքերից, որ հրամաններ չունեն, պատերազմը գնում է, դիրքային կորուստներ ունենք եւ մեզ պետք են կոնկրետ հրամաններ, որ կարողանանք գործողություններ իրականացնել։ Եվ իմ ելույթում այդ հատվածը, բնականաբար ես չէի կարող ամբիոնից ասել, որ այս վիճակն է, ես ամբիոնից ասում եմ դու ամբողջական հրամաններ էլ մեզ մի պատմի, Սարդարապատի պատմությունը, կամ որ դու պատրաստ ես զոհվես։ Էս է։ Տպավորությունը համենայն դեպս ոչ թե այնպեսին էր, որ դուք ստացել եք այդպիսի ինֆորմացիա եւ ասում եք շտկիր այդ հրամանների բացակայության պահը, այլ այնպեսին էր, որ դուք մարտակոչ եք անում եւ սատարում եք։ Ուրեմն առավոտյան ժամը 7-ին մարտակոչարը գլխավոր շտաբի պետը եւ շատ հզոր մարտակոչ էր, մինչեւ հիմա տպավորված եմ, որ ջանիս ամեն մի հատվածը մարմնից փշաքաղվել այդ մարտակոչը կարդացել եմ, կարող եք տեղադրել Մոնիկ Գասպարյանի մարտակոչը էս YouTube-ի լինքի տակ, այդ մարտակոչից հետո, եթե որևէ մեկը չաներ մարտակոչ, նա կներ դավաճան, ուղղակի դավաճան։ Որտեղ բոլորս, եթե երկրում հայտարարված է ռազմական դրություն, ուրեմն բոլորը զինվոր են, եղբայր, այդտեղ այլ մարտակոչեր չեն կարող լինել։ Ուրեմն 20 թվականի հունվար ամսին մենք ֆրակցիա ենք հրավիրել պաշտպանության նախարարին, գլխավոր շտաբի պետին, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին, ազգային անվտանգության ծառայության պետին։ Եվ բոլորին հարցրել ենք, որ Իրանում լարում է սկսվել, սպանվել է շատ հայտնի մարդ, անունը չասեմ, YouTube-ը փակում է։ Եվ տարածաշրջանը լարվել է։ Մեր տվյալներով նաև սպասվում է լարվածություն մեր տարածաշրջանում։ Արդյոք մենք պատրաստ ենք պատերազմի, սուերը որ գնել ենք, արդյոք այդ որոշակի տեղեկություններ էինք հավաքել, սուերը որ գնել ենք, արդյոք էս մենք ունենք տեղեկություն, որ սուերը կան, բայց չունեն համապատասխան կրակային միջոցներ, ով sense ձևակերպեմ։ Արդյոք էս միջոցները կան, ինչու եք սուերը գնել, պնդում են, որ սխալ գնում ա եղել, եւ ելի խնդիրներ, որոնք որ մենք ներքին տեղեկատվությամբ հավաքել ենք։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, ազգային անվտանգության ծառայության պետը, անվտանգության քարտուղարը, բոլորը միաբերան պնդում են, այսինքն ոլորտի պատասխանատուները, որևէ պատգամավոր չի կարող գնալ բանակի մարտունակությունը ստուգել, չկա նման բան։ Բոլորը պնդում են, որ եթե հանկարծ մեր վրա հարձակվեցին, մենք ուղղակի մոխիր ենք դարձնելու թշնամուն։ Այսինքն մենք որպես պատգամավորներ ունենք այդ մակարդակի գաղտնի իրազեկվածություն, որից հետո 2020 թվականի սեպտեմբերի 27-ին լուսադեմին սկսվում է պատերազմը Արցախում։ Կառավարությունը հրավիրում է հատուկ նիստ առանց խորհրդարանի հետ կոնսուլտացիաների, առանց խորհրդարանական պատգամավորների հետ քննարկումների, առանց որևէ քաղաքական կոնսուլտացիայի եւ միաձայն հայտարարում ռազմական դրություն եւ զորահավաք, ամբողջական զորահավաք մինչեւ 50 տարեկան։ Որից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը գալիս է խորհրդարան, որտեղ խորհրդարանը իրավունքի ուժով գումարում է հատուկ նիստ։ Գալիս է հատուկ նիստին եւ ունենում է հայտնի ելույթը։ Նախ ասում է հետեւյալը, որ ես պատրաստ եմ զոհվել։ Սակայն մեր զինվորը պետքա կռվի եւ այլն, եւ ես եմ ձայն վերցնում եւ ես ասում եմ, պարոն վարչապետ, զոհվելու մասին այստեղ չի կարելի խոսալ։ Պատերազմը հենց հիմա գնում, ռազմական դրություն եք հայտարարել ամբողջական զորահավաք, եւ եթե որևէ մեկը ռազմական դրության եւ ամբողջական զորահավաքի ժամանակ այլ բան խոսի, քան որ մենք պետք է հաղթենք եւ գնանք առաջ, պատերազմի առաջին ժամերին։ Այդ մարդը ով է, եթե ոչ դավաճան իր բանակին մեջքից խփող մարդ։ Կարած բացատրես։ Այդ ընդ որում, որ այդ մարդը հունվար ամսից ունի իրազեկվածություն, փակ գաղտնի, որ եթե մեր վրա հարձակվեն, մենք մոխիր կսարքենք։ Այսինքն ինձ պետք էր ինչ անել, չհավատալ իմ ազգային պաշտպանության նախարարին, չհավատալ իմ ազգային գլխավոր շտաբի պետին, չհավատալ իմ ազգային անվտանգության քարտուղարին, չհավատալ իմ ազգային անվտանգության ծառայության պետին։ Այսինքն մենք պետություն ենք, թե պետություն չենք։ Ինչ պարզվեց։ Պարզվեց, որ
այդ բոլորը ովքեր որ եկել էին այդ զեկույցներն ունենում էին եւ նաեւ չեմ բացառում որ նաեւ այդ համոզվածությունն է ունեցել վարչապետը այդ բոլորը այսինքն մեզ տվել են տեղեկատվություն որը չի համապատասխանել իրականության տարբերակ առաջին տարբերակ երկրորդ նրանք տվել են մեզ ճիշտ տեղեկատվություն սակայն պատերազմի կառավարման ընթացքում այն այնպես է կառավարվել որ մենք ունեցել ենք տոտալ ձախողում տարբերակ երկրորդ եւ տարբերակ երրորդ որը անցյալ տարի Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից վերջապես ընդունեց դա այն է որ ինքը ունեցել է խաղաղության պլան եւ այո չի արել որի մերաբերյալ ոչ մեկը տեղեկացված չեն եղել բացի որոշակի շրջանակներ նախկին իշխանություններից որովհետեւ այն շրջանում որ այդ խաղաղության պլանը եղել է սեղանին դրված բոլորը գոռում էին որ սա եկել է հողերը տա եւ այդ ժամանակ ես Փաշինյանին հրավիրում եմ ֆրակցիա նաեւ արգոս նախարարին ասում եմ ինչ կա մարդիկ գոռում են ասում են հողերը տալիս եք ասում են բացարձակապես գոյություն չունի նման բան մենք վերաֆորմատավորում ենք բանակցային գործընթացը մենք ամբողջ ֆորմատը փոխում ենք զորաբնացականների բառերն եմ ցիտում հետո հրավիրում եմ Փաշինյանին որ սուրճ ենք խմում նույն բանը ինքն է ասում ես դուրս եմ գալիս լագորեն ասում են հա ինչ բարձվեց ասում եմ այն հայտարարությունները որոնք որ արվում են որ մտահոգություն կա որ եկել է հողերը տա փարատվեցին իմ մոտ որտեղ ես մարդիկ պնդում են որ ոչ մի բան չեն տալիս մեկ երկրորդ չկա ոչ մի բան քննարկում սեղանին պնդում են որ ոչ մի բան չկա եւ ինչ է տեղի ունենում դուրս է գալիս որ մենք ունեցել ենք Հայաստանում մարդիկ ովքեր կոնկրետ աղբյուրներից ինֆորմացված են եղել ենթադրում եմ Ռուսաստանից որ կա խաղաղության պլան եւ այն սեղանին է եւ դրա մասին գոռում է Լավրովը խոսում է Հայաստանում փոխանակ ընդդիմադիր են ուժերը որոնք որ գիտեն որ այդ պլանը կա ասեն որ այ Նիկոլ ջան այ ախպեր ջան մենք քեզ տվել ենք այս իշխանությունը մենք անգիր գիտենք վիճակը գնա արա այդ պլանը չլինի պատերազմ խաղաղությունը լինի Արցախն է մնա հայկական մենք էլ դրա արդյունքում քոդեմ դուրս չենք գա չենք օգտագործի դա որ քեզ պաշտոնազրկենք որտեղ այդ խաղաղության պլանը մերժվել է նաև իրանց օրոք է մերժվել ոչ պոպուլյար բան է եղել մերժել են հիմա եկել է Փաշինյանը թող ասեն Փաշինյան արա հասկանում ես ինչա տեղի ունեցել եւ անցյալ տարի վերջապես մարդը եկավ ամբիոնից ասավ հայ եղել է այդպես բան այո եղել է եւ ընդունեց բայց դες սոուսը արդեն ուրիշ է որովհետեւ սկզբից ասում էր որ մենք մերժել ենք որովհետեւ ոչ թե մենք մերժել ենք այլ հա ինչ որ տարբերակներ կար ԼՂԻՄ-ի կար այդ որ դուք ցիտում եք դեռ ԼՂԻՄ-ի չգիտեմ ինչ կարգավիճակ մարգավիճակ հա հետո մի տարբերակ կար որ մեր զինվորները զոհվել են որովհետեւ այդ զինվորները զոհվել են որովհետեւ որ Հայաստանը ապրի փրկել են մեր պետությունը որովհետեւ մեր պետությունը կործանվում էր եւ մյուս տարբերակն էլ որ արդեն վերջում անցյալ տարի եկել ասել է դա այն էր որ ասում ախպեր ջան դե եթե այդ պլանը մենք անեինք Հայաստանը չէր լինի դա Հայաստանի չլինելու մասին էր այսինքն ինքը նկատի ունի որ այդ պլանը որ մենք իրականացնեինք 5 շրջաններից զորքերը հանեինք եւ խաղապահ ուժեր մտնեին այդ տարածք իսկ ընդ որում այն ժամանակ ոչ միայն ռուսական խաղապահ ուժերի մասն էր քննարկվում այլ միջազգային դե ռուսները օքեյ են եղել որ ԵԱԿ-ով մտնեն հա այդ որ սաղանեինք Հայաստանը չէր լինելու Էտա այդ քննարկումը դե պարզվեց որ հիմա եթե մենք ռետրոսպեկտիվ նայում ենք այսինքն ինչ ունենք մենք կարող էինք ունենալ հիմա համարցախը հայկական համ մեր բանակը չջախջախված հազարավոր մարդիկ չզոհված եւ Հայաստանի տարածքները չօկուպացված որ հիմա Աբու Դաբիում մենք տեսնում ենք սահմանազատման հանձնաժողովի նախագահները պատվիրակության կազմերի մեջ են սարսափած նայում եմ որ հաստատ է սա էլի մի բան լինելու է մի բան մեր հերթնա որ մենք ստանանք Ադրբեջանից հիմա օկուպացված տարածք բայց մտավախություն ունեմ որ մենք չենք ստանալու Դուք գուժում եք էլի գործընթացներ, որոնք դիվանագիտական կարծես Փաշինյանը եւ իր իշխանությունը հայտարարում են, որ իրենք դիվանագիտական հստակ գործընթացների մեջ են, Ադրբեջանի հետ հստակ դիվանագիտական բանակցություններ եւ այլն։ Եվ ես ուզում եմ էլի նախորդ մի հայտարարություն հիշել ձեզնից, որովհետեւ շատ սերտ կապված է այս դիվանագիտական զրույցների հետ։ Դուք նորից ուզում եմ հիշեցնել, որ եթե ճիշտ եմ, միջազգային իրավունքի մասնագետ եք։ Այո։ Եվ ազգային ժողովի ամբիոնից էլի պատերազմի առաջին օրերին հայտարարում եք, որ միջազգային իրավունք այլևս չկա։
կա ուժի իրավունք։ Դրանից մի քանի տարի անց նորից ստանձնում եք, էլի հիշեցնում եմ, ստանձնում եք կարելի ասել դիվանագիտական պաշտոն, որպեսզի միջազգային իրավունքն օգտագործելով Արցախը պահեք հայկական։ Եթե ասում եք, որ միջազգային իրավունք այլևս չկա եւ կա ուժի իրավունք, ինչ հույսով էիք կարծում, որ կարող եք միջազգային իրավունքը օգտագործելով Արցախը պահել հայկական։ Ուրեմն կա երկու դրվագ, չէ՞։ Մեկը պատերազմի ժամանակ է, պատերազմի ժամանակ պետք է պատերազմում դու ձեռքբերումներ ունենաս, հետո միջազգային իրավունքով ամրագրես։ Երբ որ պատերազմը չկա, այլևս խաղաղ process է, դու կարող ես միջազգային իրավունք օգտագործել, եւ միջազգային իրավունքը դա փոքր երկրների զենքն ավելի շատ, քան թե մեծերի, եթե մեծերը իրենց խնդիրներն առանց դրա են լուծում, եւ այստեղ շատ կարեւոր բան կա, որ ես դեռ երբ եմ ասել, որ միջազգային իրավունքը հայտարարակ վիճակում է հայտնվել, հիմա նայեք աշխարհին, կա միջազգային իրավունք։ Կա միջազգային իրավունք։ Ինչ է կատարվում։ Բայց դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է իր բոլոր իրավունքներից հրաժարվի։ Հիմա դա որպես արդարացում բերվում է, որ Հայաստանը իր բոլոր իրավունքներից հրաժարվի։ Այսինքն դրա մասին է հիմա որ քննարկում ասում են, դե նայեք Տրամպը ինչ էր անում, նայեք Պուտինը ինչ էր անում։ Ախպեր էլ չկա միջազգային իրավունք։ Խելոք մնանք ինչ են ուզում, կորիդոր տանկ, ինչ են ուզում, կանկլավ տանկ, ինչ են ուզում, ճանապարհ տանկ, ինչ են ուզում, չգիտեմ ինչ տանկ, միայն տանկ, այսինքն դա չի կարող ծառայել արդարացում, որ միջազգային իրավունքը հիմա գտնվում է ամենախոցելի վիճակում, եւ դա այդպես անենք։ Մեծ հաշվով հիմա Թրամփը Ամերիկայի գլխավորությամբ քանդում է այն միջազգային ինստիտուտները, որոնք իրանք ստեղծել էին։ Վերջին հաշվով այդ ինստիտուտները ստեղծվել են ամերիկյան հովանավորությամբ նաեւ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին։ Բայց վաղը չլինի Թրամփը նորից այդ ինստիտուտները վերադառնալու են, կամ ուրիշ ձևերով վերադառնան, ուրիշ կարգ ու կանոնով վերադառնան, բայց ամեն դեպքում բոլոր գործողությունների տակ միշտ իմացեք։ Մարդիկ դնում են թղթեր։ Այդ միջազգային իրավունքը այդ թղթերն է։ Հիմա եթե մենք դատարան դիմացին էինք ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանության էթնիկ զտման գործով, այդ թղթերը մի օր մեզ պետք կգար։ Հիմա որ Տակեր Կարլսոնը գնացել Վլադիմիր Պուտինին հարցազրույց էր անում։ Ինչ էր պատմում։ Մոտավորապես 40 րոպե ինչ որ թղթեր էր բերել պատմել։ Ինչ որ թղթեր, այսինքն թղթեր կան, պատմական, այս ինչ իշխանը, այս ինչ ցարը, չգիտեմ ով, հետո միացնես թուղթ կա, հետո միացնես։ Ինչի համար է Տակեր Կարլսոնը այդքան բանը պատմում։ Ղրիմը մեկա վերցրել են, չէ՞։ Ինչի համար էր պատմում այդ Նավառասիայի մասին բան։ Ինչ որ թղթեր ա բերել, ասում է դա մերն է։ Մերն է, պիտի մերը լինի։ Հասկանում եք, ինչ ով ինչ անում է թղթեր ա բերում, թղթեր ա սարքում։ Հիմա Ալիևը ամբողջ ադրբեջանական իշխանությունը թղթեր են սարքում։ Այդ թղթերն ինչի մասին են։ Որ մենք եկվորենք այս տարածաշրջան։ A. B. Որ այս տարածաշրջանը այս որ Հայաստանի Հանրապետությունն է, սա Հայաստանի Հանրապետությունն է, սա Արևմտյան Ադրբեջանը։ Որ թղթեր կա, որ Սևան չի, որ թղթեր կա, որ սա տեղանունները մերն է։ Տոպորոգրաֆիական ոնց է կոչվում, քարտեզներով, բաներով անդադար թղթեր է գեներացնում, որ վաղը ինչ անի այդ թղթերը։ Մանուկ, ինչ պետք է անի վաղը այդ թղթերը։ Վաղը մեզ մեր տներից հանելու է։ Ասենք մարդիկ եթե ասում են միջազգային իրավունք կա չկա, այս բանը չի գործում, դու քո գործողություններն արա։ Այո, պատերազմի ժամանակ պետք է կռվի դաշտում արդյունք գեներացնես։ Պատերազմի դաշտում, երբ որ պատերազմա գնում, ու դու մի կողմ ես եղել, որ երկար ժամանակ դու ես հաղթող կողմը, դու ես վերահսկում հազարավոր քառակուսի կիլոմետրներ, այդ պահին պետքա դու անես այն ինչ որ պետք է անես պատերազմի դաշտում։ Բայց երբ որ դու այն կողմն ես, որ դու չես վերահսկում, դու պետքա վազես միջազգային իրավունքի մոտ։ Շատ լավ, մենք պատերազմի դաշտից հիմա դուրս ենք եկել եւ միջազգային իրավունքի գերակայության ժամանակահատվածն է, նաեւ խոսեցիք կորիդորի մասին։ Ուզում եմ արձանագրենք, TRIP-ը միջանցք է թե ոչ։ Միջանցք է։ Դուք Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից ենթադրաբար առաջադրվելու եք կամ արդեն առաջադրվել եք վարչապետի տեխնացու կամ մեկ այլ սցենարի դեպքում միասնական ընդդիմության պարագայում միանալու եք ընդդիմությանը, որը ունենալու է լիդեր, որը կիսելու է ձեր քաղաքական պատկերացումները առնվազն միջանցքի մասով հաստատ։ Ձեր վարչապետ դառնալու պարագայում դուք հետ կանչելու եք Հայաստանի ստորագրությունը։ Հայաստանի ստորագրությունը, որ դրված է այդ փաստաթղթի տակ, այն դեռևս իրավաբանական ուժ չի ստացել։ Այն չի անցել խորհրդարանական վավերացում, այն չունի ոչ մի իրավաբանական ձևակերպում եւ այն միջազգային պայմանագիր չի համարվում։ Եթե չեմ սխալվում, կարող են գտնել լրագրողներից մեկը կամ հետաքննող
հարցում էր ուղարկել արտաքին գործերի նախարարություն եւ արտաքին գործերի նախարարությունը պատասխանել էր, որ այն միջազգային պայմանագիր չի համարվում, հետեւաբար մենք այն չենք անցկացնելու միջազգային պայմանագրերի համար նախատեսված ընթացակարգով։ Այն է ստորագրությունից հետո դիմել սահմանադրական դատարան, ստանալ սահմանադրական դատարանի եզրակացությունը, թե արդյոք դա համապատասխանում է սահմանադրությանը եւ անցնել խորհրդարանական վավերացման գործընթաց։ Հիմա պատկերացնենք մենք գալիս ենք իշխանությանը։ Թրիփը որ վիճակում է, թրիփը արդեն գործում է, արդեն գնում գալիս են, տենց Ադրբեջանը գնում գալիս է, մենք էս նայում ենք թրիփ բանին, տրասին ենք նայում, ոնց Ադրբեջանը գնում գալիս, եւ այդ տարածքը փակ է մեր համար, դե մենք չենք կարող այդ տարածք մտնենք։ Հայաստան-Իրան սահմանը առանձինագործում, ոնց է գործում։ Ես հողի վրա ամենայն անկեղծորեն ձեզ ասում։ Չգիտեմ եւ չեմ պատկերացնում այդ ինչ են ուզում անեն։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ տարբեր փուլեր կան, թե երբ ինչ կարելի է անել։ Եկեք լավագույն փուլը։ Լավագույն փուլը այն է, որ մենք կարող ենք այն վերաբանակցել։ Ես դա ասել եմ այդ գիշերը, որ այդ ստորագրությունն եղավ, ես ուղիղ եթեր մտա, ասացի Ժողովուրդ ջան, ինչ որ մարդիկ ուրախացել են, բան, mən ասում եմ, սաղ լավ է, բայց մի բան ասեմ։ Սաղը ուրախացել, սաղ լավ է, բայց մի բան ասեմ։ Եթե մենք որոշել ենք մեր տարածքում, օրինակ եմ բերում, Զվարթնոց օդանավակայանը անվանափոխենք Թրամփի անվան։ Թրամփի անվան օդանավակայան, օրինակ։ Ինչի է այդ թղթերը Ալիևը մեր հետ ստորագրում։ Մեկը կարա ის բացատրի։ Մենք որոշել ենք, որ մեր երկրով անցնող ճանապարհը, հա, պետք է կոչվի Թրամփի անվան, Թրամփի անվան միջազգային խաղաղության ինչա կոչվում, չէ՞։ Ալիևը այդ թղթերը խիա ստորագրել։ Կարա մեկը ինձ բացատրի։ Որովհետև այդ ճանապարհը Ադրբեջանի մի մասը միացնելու Ադրբեջանի մի մասը։ Ինչ անենք։ Այնքան ճանապարհներ կա, որ ինչ որ մասերը միացնում են իրար։ Հիմա մենք Վրաստանով գնում ենք դեպի Ռուսաստան, չէ՞։ Վրաստանի ինչ որ ճանապարհներ մեզ միացնում են Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետև մեր ամբողջ առևտուրը ընդդեից է։ Կարանք կոչենք Վահագն Խաչատուրյանի անունով այդ ճանապարհը։ Մեր նախագահն է, քեզ շփթում ես։ Չես ուզում կոչենք, չէ՞։ Գամածայում են վրացի օրինակ կոչենք Վահագն Խաչատուրյանի անվամբ։ Բա ասում ես։ Բա եղբայր որ գնում բաներ են անում դա ինձ առաջ։ Հետո գիտես ինչ են անում, ավելի ահավոր բան կա։ Հետո գալիս են Հայաստան, ստորագրված փաստաթուղթը պաշտոնական թարգմանությամբ տեղադրվում է կառավարության կայքում։ Դա դրվում է կառավարության կայքում։ Եվ ես գտնում եմ, դա եմ ես բացահայտել, որ Թրամփի անվան տակ չկա որպես as a witness, այսինքն որպես վկա ստորագրությունը։ Այսինքն թուղթ կա, այնտեղ կա Փաշինյան, Թրամփ, Ալիև, որոշ 3 նախագահների, հա, վարչապետ եւ 2 նախագահի ստորագրություն։ Ախպեջան խիեք ջնջե։ Այդ մարդը որպես վկա է թուղթը ստորագրել, խիեք կեղծ է։ Մի իշխանություն, որ Թրամփի հետ ստորագրած թղթերը կեղծում է։ Հիմա այդ իշխանության հետ ինչ անենք։ Ասենք մնացեք կառավարեք։ Ասել եք այդ իշխանության հետ ինչ անենք, ասել եք որ հայտարարել եք որ մեզ խափող իշխանությունը պետքա փոխենք եւ դուք դա անելու եք։ Հայտարարությունը այդպես է վերջանում։ Ուզում եմ հասկանալ հիմա երբ արդեն արձանագրել եք որ ազգային միասնության ընդդիմությունը չի լինելու։ Ո՞նց եք դա անելու։ Մենք մեր չափով։ Մենք մեր չափով։ Այդ մի հատ պատմություն կա, գիտես, ասում են ծովի ափին մեկը պարկած ոտերը բարձրացած բան անում, ասում են ինչ ես անում, ասում աստղերը թափվում են, պահում եմ, ասում բայց աստղերը շատ են։ Դու ինչքանն ես պահում, ոչ ես կարա սախ բայց ասում ես իմ փայ ինչքան կարողանում եմ, այդքան պահում եմ։ Ես խորհրդանշական նոտայի ներքո ես ուզում եմ վերջին հարցը տալ, որ ավանդույթի համաձայն մեր ամփոփիչ հարցը պիտի լինի այս փուլում։ Վաղը դառնում եք Հայաստանի վարչապետ։ Ով է ձեր արտաքին գործերի նախարարը։ Քանի որ ես այն բանի ջատագովն եմ, որ չեմ մտածում, որ մենք պետքա միայն մեր բարեկամներին, մեր թիմին, մեր հետ քայլած մարդկանց, մեր կուսակցության խորհրդի անդամներին, մեր վերահսկիչ հանձնաժողովի անդամներին բերենք, բա։ Ես կարծում եմ մենք կգտնենք լավ դիվանագետ եւ կնշանակենք։ Երբ որ մենք կներկայացնենք օրինակ կառավարության կաբինետի կազմ, կլինի նման տեխնազ։ Օրինակ ես կարծում եմ, որ որևէ մեկ վերցրած ուժ, ես հենց հիմա սա ասում եմ, չի կարող ամբողջական կառավարությունը վերցնել, եւ հետեւաբար որևէ մեկ վերցրած ուժ չպետք է ներկայացնի կառավարության ամբողջական կաբինետ։ Կամ եթե ներկայացնում է, պետք է ներկայացնի այն բազմազանությունը, որ ինքը օգտագործելու է։ Հիմա դիվանագետներից եք ստեղծելու։ Այ հիմա դիվանագետներից է ստեղծելու, թե նայելու է որ քաղաքական ուժը ինչ լավ, օրինակ
մասնագետ կա, քաղաքագետ, դիվանագետ, չգիտեմ, պատմաբան, որը որ տիրապետում է լեզուների միջազգային հարաբերությունների ու այդ մարդուն նշանակի արգոսնախար, նշանակին արգոսնախար։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիք մեր զրույցը։ Եթե այո, ապա խնդրում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, լայքել եւ թողնել ձեր մեկնաբանությունները։ Դա կօգնի, որ հոլովակը տարածվի եւ հասանելի լինի ավելի շատ մարդկանց համար։ Այս զրույցների շարքը շարունակելու համար մենք ունենք ձեր աջակցության կարիքը։ Նկարագրություններ բաժնում կարող եք գտնել Patreon-ի հղումը ամսական բաժանորդագրությունների համար, ինչպես նաեւ donation alerts եւ boost-ի հարթակների հղումները մեկանգամյա փոխանցումների համար։ Եթե այս հոլովակը դիտում եք համակարգչով, ապա հեռախոսով կարող եք սկանավորել հոլովակի վերջում հայտնվող QR կոդերը այդ հարթակներում հայտնվելու համար։ Կանխավ շնորհակալ եմ։